մտածում էի Ֆրանսիայի դերի մասին Հայաստանին ինչպես է օգնում Հայաստանի անկախության համար, ասենք, թե լրիվ անկախացման համար, ասենք, իր ռազմական դիպլոմատիկական օգնությունը եւ այլն, ու այդ թե ինչպես հիմա որ Ամերիկան մի քիչ հետ քաշվեց Եվրոպայի պաշտպանության գործից եւ Ֆրանսիան ավելի մեծ դեր է վերցրել իր վրա, այս ամբողջում մտածում էի որ միգուցե արդեն ավելի պետք է ռեսուրս ու ժամանակ դնի արդեն Եվրոպայի ընդհանուր պաշտպանության գործում եւ ժամանակ շատ չի կարող ունենալ Հայաստանի համար կամ ուրիշ բաների համար ու հանկարծ ստացի մտածել Ֆրանսիայի դերը Ամերիկայի անկախության հարցում ինչպես էր եկեք ես մի երկու բան պատմեմ դրա մասին Ուրեմն պատկերացրեք 1775 թվականն է արդեն Ամերիկայում այսպես երրում են տրամադրությունները Անգլիայի նկատմամբ Ամերիկան իհարկե գաղութներ են 13 այս անգլիական բրիտանական գաղութներ են որոնք ամեն մեկը ունի իր գավերնորը ինչ են ասում գուբերնատորը ռուսերենով ու իր դատական սիստեմը իր օրենսդիր սիստեմը հա ինչ որ մարմին գոյություն ամեն նահանգ տարբեր ձևի էր կոչվում դա տարբեր բանով բայց բոլորը ունեին իրենց բոլոր երեք ստրուկտուրաները ու այդ ընթացքում իհարկե մեծ առևտուր է գնում Ամերիկան ամենամեծ եւ հարուստ գաղութն է անգլիական ամենաշատ շահաբեր այսպես ասենք եւ որոշում է Անգլիան որոշում է որ անգլիական պարլամենտը որ ամերիկյան գաղութների վրա պետք է турք տնի турքը մեծացնի ավելի турք կար որը շատ լավ չի ընդունվում բոլորը վիրել ամերիկացիների կողմից որոնք ասում են որ սպասի ինչի համար ինչպես եղավ եւ սկսվում է ոչ թե բանակցություն այլ հետ առաջ բավական լուրջ կոպիտ մի քիչ ձևով վրթովմունքով խոսակցություն անգլիացիները ասում են որ մենք ձեզ պահում ենք դուք ձեր մոտ զորքեր ենք պահում այսպես այսօրվա լեզվով ասած բազաներ ենք պահում հա ձեզ պաշտպանելու համար հնդկացիներից ես իմանամ ֆրանսիացիներից ես կողմեկում դե դուք եւ այդ մեծ ծախս է մեզ վրա իսկ մենք նոր 7-ամյա պատերազմը Ֆրանսիայի Իսպանիայի հետ կրվեցինք մեր քաղաքացիները Անգլիայում շատ լավ չեն ապրում պետք է ժամանակն է որ մենք մի քիչ ավելի ծախսենք այստեղ իրենց վրա եւ դուք պիտի վճարեք դրա համար դուք այդտեղ նստած օգտվում եք ամեն բաներից բարիկներից Անգլիայի հետ կապվածնելու բայց ոչինչ չեք ուզում մի քիչ ավել անեք մեզ օգնելու համար Իհարկե ամերիկացիներն ասում են շատ կներես նախ եւ առաջ դու մեզ չես հրավիրում կամ թույլ տալիս որ մենք ներկայացվենք անգլիական պարլամենտում Լոնդոնում մենք ինչ տեսակ քաղաքացիներ ենք եթե մենք ներկայացուցիչներ չունենք ամեն մի Անգլիայում ապրող քաղաքացի իր ներկայացուցիչ ունի պարլամենտում իսկ մենք չունենք Հետևաբար հայտնի խոսքը տեղից է սկսել, որ no taxation without representation առանց ներկայացության դու մեզ չես կարող турքերի տակ դնել, մեզ տաքսերի տակ դնել, այդ բանն է։ So ամերիկյան արգումենտը այնտեղ հասավ, այսին լուրջ վիրավորված էսպես, որ սկսեցին բունտեր անել անգլիայից ներմուծվող օրինակ այդ հայտնի Բոստոնի թեյի պարտիեն ասում, եկող թեյը որը ներմուծվում էր իհարկե անգլիական կամպանիների կողմից Հնդկաստանից եկած թե թափեցին ջուրը եւ այլ ուրիշ բաներ արեցին եւ գործը հասավ նրան որ եղան բախումներ անգլիական գարնիզոնների բանակի հետ ուրեմն ամեն մի այսպիսի ակտից հետո ամեն մի բախումից հետո տրամադրությունները ավելի կարծրանում էին երկու կողմից էլ Եվ նրանք վստահ անգլիացիները գիտեին, որ հեսա պետք է ավելի մեծ ուժ ուղարկենք եւ այս անպետք ամերիկացի ամստամներին ուրեմն դասովորացնենք, իսկ ամերիկացիները հակառակ ասում են, որ այլևս ճանապարհ չկա ուրիշ ձևի, մենք անկախություն պետք ունենք, դուր ինձ ազատություն կամ դուր ինձ մայր, այդ կոչումի լոզունգի տակ, ուրեմն զենք ենք վերցնում նրանց դեմ։
Եվ որտեղ սկսվեց իրար դեմ լուրջ բախումներ, միջև որ հավաքվեց կոնգրես եւ հռչակեցին անկախություն 1776 թվականին հուլիսի 4-ն ենք տոնում են որպես անկախության օր։ Ուրեմն հետաքրքիր մասերից մեկը նա Ֆրանսիայի մասին է խոսում, ինչպես է այստեղ Ֆրանսիան կապնվում, որ Ֆրանսիան շատ արագ հասկացավ, որ իրենք ճիշտ է կորցրեցին պատերազմը 7-ամյա պատերազմը, բայց հիմա ժամանակն է նախ վերազինվել, որ եւ արեցին ֆրանսիական արագ կերպով սկսեցին կառուցել նոր նավատորմ, մեծացնել եւ որոշեցին, որ պետք է տասնանք անգլիացիներին իրենց եկամուտի ամենալավ իհարկե աղբյուրը դա Ամերիկան էր, գաղութներն էին, ուրեմն պետք է օգնենք գաղութների անկախության իրենց տրամադրությունները ավելի խրախուսենք։ Եվ իհարկե այստեղ Իսպանիան էր հետաքրքրված, Նեդերլանդներն էին հետաքրքրված, իսպանա-ֆրանսիական գաղտնի կոմիտե կազմեցին, թե ինչպես կոորդինացված ձևով օգնեն Ամերիկային, եւ սկսեցին գաղտնի, այսպես ասած, front company-ներ սարքել, այսպես, հա, կամպանիաներ, որոնք հիմնականում առևտրական բաներով հարցերով զբաղվեին, բայց իրենց հիմնական նպատակն էր գաղտնի կերպով օգնություն հասցնել Ամերիկա։ Այն աշճան արդեն 1770 անկախությունից հետո 7 թվականին հասավ օգնությունը եկավ, որ ամենամեծ կամպանիան, Սարատովայի կամպանիան, որը շատ որոշիչ շրջադարձային ռազմական կամպանիա էր, ամերիկացիները կարողացան հաղթել։ Եվ ինչքան մեծ էր դերը Ֆրանսիայի այս գործի մեջ, միշտ չի որ դրա մասին խոսվում Ամերիկայում, որ ամերիկյան այս կռվողների զորքի զենքի, զինամթերքի 90%-ը Ֆրանսիայից էր եկել։ Պատկերացնում եք, չէ՞, որ իհարկե ամերիկացի բոլոր ֆարմերները, բոլոր, չգիտեմ, մյուս քաղաքացիները իրենց զենք ունեին, հրացան ունեին, ասենք թե մուշկետը եւ այլն։ Բայց դա որս անել չի պատերազմ անել, այն էլ աշխարհի ամենաուժեղ բանակի դեմ, Անգլիայի դեմ, որ ամենաուժեղ նավատորմի դեմ որսից կարող ես 10 փամփուշտով գնալ, բայց ինչպես արդեն գիտենք, պատերազմի ժամանակ ինչքան զինամթերք է ծախսվում ինչ հսկայական թվերով։ Եվ այս օգնությունը, որ եկավ Ֆրանսիայից, հիմնականում հենց բան էր, վարոդ, եւ թնդանոթների համար, եւ հրացանների համար, եւ արկեր թնդանոթների համար, հենց թնդանոթներ էին ուղարկում նույնիսկ վրաններ 30,000-անոց բանակ պահելու համազոր, հավասար, ուրեմն զինամթերք եկավ գաղտնի այս ճանապարհներով։ Եվ հետագայում ասեմ, որ երբ որ արդեն Անգլիան բլոկադա էր հաստատել ամերիկյան նավահանգիստների վրա, որպեսզի օգնություն չկա, ոչ չկա, ֆրանսիական նավատորմը եկավ եւ բացեց եւ փրկեց ամերիկյան Ջորջ Վաշինգտոնի բանակին։ Ուրեմն ֆրանսիական դերը հսկայական տեղ գրավեց, որի մասին շատ չեն խոսում իրենք ասեմ, ինչպես Ռուսաստան չի սիրում չէ խոսալ թե ինչքան ամերիկյան զենք եկավ եւ առանց ամերիկյան օգնության ռուսական սովետական բանակը Գերմանիայի դեմ bir picture կարողանա կռվել, որ այն թվով որ սկսած պողպատից ու պայթուցիկներից ու ալյումինից ու ել չասեմ պատրաստի արդեն տանկեր, վարելանյութ, ես ինչ իմանամ, օդանավներ, կործանիչներ, այդ բեռնատափ մեքենաներ եւ այլ ջիփեր այդ հայտնի։ Նույն ձևի այստեղ Ֆրանսիայի դերի մասն են խոսում։ Հսկայական բարձվեց որ օգնություն եղավ դա, բայց միայն ռազմական չեղեր, բայց այսպես ասեմ, միայն ֆրանսիական, ֆրանկո-իսպանական ինիցիատիվ չէր սա, նախաձեռնություն չէր սա։ Սա արդյունք էր նաև ամերիկյան դիպլոմատիայի եւ այդ դրա մասին ծիսաղել է ասել, որ առաջի դեսպան Ամերիկայի դա Բենջամին Ֆրանկլինն էր, որին ամերիկյան Continental Congress-ը ուղարկեց հենց 1776 թվականին Ֆրանսիա որպես դեսպան։
ուրեմն հուլիսին հայտարարեցին անկախությունը, այս ժամանակ շատ երկար տևում ճանապարհը իհարկե հասկանալի է, սոթանավ չկա, բան չկա, վերջապես հազիվ դեկտեմբերին հասավ ինքը Ֆրանսիա, բայց կարողացավ այս մարդը 5 լեզուեր խոսում, ներառյալ ֆրանսերեն, իտալերեն, լատիներեն, իսպաներեն, եւ ինքը կարողացավ իր 70 տարեկան էր այդ ժամանակ իր հմայքով, իր հումորով, իր ինտելեկտով եւ սուր մտքով, այսպես ասած, այս ժամանակ շատ էր ֆրանսիացիները բան էին, չէ, շատ էին գնահատում, այսպես ասած, փիլիսոփայության դարներ սկսվել իրանց մոտ։ Ինտելեկտուալները շատ էին հարգվում։ Ինքը կարողացավ համոզել ֆրանսիացիներին, որ պետք է ամբողջ արքունիքին պետք էր համոզել, ամբողջ մինիստրներին, այսպես ասած, ֆինանսների, ռազմականի, ոչ միայն թագավորին, հա, որ ֆրանսիացիները պետք է լրիվ լծվեն այս գործի մեջ եւ օգնություն տան եւ շարունակեն եւ այդ նավատորմը իր շնորհիվ եկավ պաշտպանելու եւ բլոկադան բացանելու։ Իրենից հետո ուղարկեցին ուրիշ ինտելեկտուալի, նույնպես հեղափոխության հեղինակներից անկախության հռչակման հրովարտակի հեղինակին Թոմաս Ջեֆերսոնին ուղարկեցին Բենջամին Ֆրանկլինի հետևից եւ այս դիպլոմատիան շատ հսկայական քրիտիկական դեր կատարեց փաստորեն այդ հարաբերության մեջ Ամերիկա-Ֆրանսիա հարաբերության մեջ եւ կարողացավ ապահովել Ամերիկայի անկախությունը բացի զենքուզինամտարկից Ֆրանսիայից սկսեցին գալ նաև կամավորներ, իհարկե հսկայական թվերի մասին չենք խոսում, ոչ միայն Ֆրանսիայից, այնտեղ կար Գերմանիայից էլ եկան, որոնք Անգլիայի դեմ չէին, դե Գերմանիայի մի ժամանակ տարբեր թագավորություններ էին, Բավարիա, Պրուսիա եւ այլն, հայտնի գերմանացի պրուսիայի եկան պարոն կար մի հատ եկավ Ֆրանսիացիներից ամենահայտնիները, եթե ուրեմն լսած կլնեք, դա Պիեր Լաֆանտն էր, որը հետո նաև ինքը ճարտարապետ էր, ինքը դարձավ Վաշինգտոն քաղաքի ոնց որ ասում են Թամանյանը, հա, հատակագիծը գծեց եւ ամբողջ այդ բարոկ շենքերի այդ ամբողջ այդ գաղափարը տեսքը ինքը հաստատեց, ինքը ոչ միայն Վաշինգտոնի, ինքը մի քանի ուրիշ մայրաքաղաքների ճարտարապետն ա եղել, մինչև Հնդկաստան, տաղանդավոր խայտարակ մեծ մարդ էր, երկրորդը, որ միշտ նշվում է, կամ արձաններ հենց սպիտակ տան առաջ կա, ձիու վրա դա Մարկիզ Լաֆայետն էր, Մարկիզ Լաֆայետը ասելով, որ մեծ գեներալ դարձավ Ամերիկայում, ինքը երիտասարդ 20 տարեկան էր, շատ ռոմանտիկ ձևով հիացած էր ամերիկյան հեղափոխության գաղափարներով, անկախություն, մարդու ազատություն եւ այլն, եւ փաստորեն առանց թույլտվության թագավորի փախավ եկավ Ամերիկա, իրեն իհարկե հարգանքով Մարկիզ Լաֆայետին ասում, կամ Կարլ Լաֆայետ, արդեն այդ Մարկիզ ֆրանսերեն բառը, որ այնպես է որ գրվում դժվար է նույնիսկ արտասանել, բայց ինքը շատ հետաքրքիր երկար արիստոկրատիկ անուններ, որ ես պետք է գրել եմ, որ ասեմ ձեզ, մի քիչ փորձեմ ֆրանսական ակցենտով ասել, Marie Joseph Paul Yves Roche Gilbert du Motier de Lafayette 6 սահատ անուն ունի, 1, 2, 3, 4, 5, 6 սահատ միան առայո, հետո նոր արդեն Դումոլե դե Լաֆայետ, դել արդեն, ոնց ասես, շիրակացի, հա, կամ չգիտեմ ինձ, Լաֆայետի մասն եմ ասում, հետաքրքիր մարդ էր չտեսնված, էլի մեծ օգնություն ցույց տվեց, որովհետև հետ գնաց Ֆրանսիա եւ նորից կազմակերպեց, մարդկանց պատմեց, թե ամերիկյան հեղափոխությունը ինչքան լավ է, Չնայած շատ վատ վիճակում էր այդ ընթացքում, բայց նորից մեծ դեր խաղաց այդ իմաստով, վերադարձավ Ամերիկա, իրան ընդունեցին որպես հեղափոխության հերոս, արձաններ դրեցին իր համար եւ այլ։ Էս էլ էսպես։ Եվ այս ամբողջի վերջում ինչ է ուզում միտքս ինչ է եկավ, որ ինչքան մեծ դեր կատարեց Ֆրանսիան Ամերիկայի համար։ Առանց ֆրանսիական օգնության ամերիկացիները երբեք չէին դիմանա անգլիական բանակի
ոչ կազմակերպչական հնարավորությունների, ոչ իրենց կռվելու, այսինքն ունակությունները ունեին, ոչ իրենց լոջիստիկ բաները հնարավորություններ ունեին, նավատորմել չկար, ինչի մասին ենք խոսում։ Եվ անգլիացիները ամենայն հավանականությամբ կարող էին ջախջախել ամերիկյան այդ բանակը, բայց էլի չեմ ուզում փոքրացնել Ջորջ Վաշինգտոնի եւ ընդհանրապես ամերիկյան բանակի դերը դա առանձին թեմա է, դրա մասին կարելի է խոսալ, բայց հենց այս երկու հանգամանքները դիպլոմատիկ աշխատանքը եւ օգնությունը մեծ ամենակրիտիկական դերը խաղացին Ամերիկայի ստեղծման եւ մինչեւ այսօր գոյություն ունի։ Շնորհակալություն այսօրս կան Ստեսություն Բիվիտոքս Վարդան Վարդանյան